Այսօրվա մեր խոսակցության թեման լինելու է մայիսյան ճակատամարտերը, այսինքն 1918 թվականի մեծ այդ բախտորոշ ժամանակները, որը որ բարեբախտաբար մեր օգտին ավարտվեցին, քանի որ մեմը մեր ապագան է, այսինքն մեմի երեխաները մեր ապագան են, իրանք մի քանի սյունակարեր պետք է ունենան իրանց մտքի մեջ, ոնց որ հայ անձնավորություն, մեկը որ հայկական բարձրավանդակ է իմ գաղափարը, որ ինչ է նշանակում հայկական բարձրավանդակ, անգլերեն կոչվում է Armenian Highlands եւ ռուսերեն Armянское Nagorье, հենց այնպես չի կոչվում։ Մյուսը պետք է իմանանք ամենաճակատագրական պահերին ինչպես է գոյատևման բանաձևը աշխատում։ Եվ քանի որ իմ հասկանալով մայիսյան ճակատամարտերի մասին խոսացվել է, բայց ընդհանուր այդ ամփոփումները չեն արվել ոնց որ պետք է եւ ես գտա որ պետք է դա մենք ուշադրության բերենք մեր երեխաների համար։ Ուրեմն, քանի որ մենք խոսում ենք 1918 թվականի իրադարձությունների մասին, մենք պետք է մի հատ շատ կարճ 2 րոպեով անցնենք այդ պատմությունը, տեսնենք որ Տիգրան Մեծից հետո դե ցավոք սրտի հայ պետությունը քանի գնացի փոքրացել է եւ 377 թվական մեր թվարկությունից հետո ուրեմն կիսվել է Բյուզանդիայի, որը որ արևելյան հռոմեական կայսրությունն էր եւ պարսկական թագավորության մեջ միանգամից այդ արևմտյան մասը կոչվել է նահանգ, պետականությունը վերցրել են բյուզանդացիները, իսկ արևելյանը մոտ մի 50 տարի կոչվել է թագավորություն, հետո մի 50 տարի հետո էտել են վերացրել։ Դրանից հետո պետություն չեն ունեցել հայերը։ Մի քանի դեպքեր ա եղել, Աշոտ Երկաթի 914 թվականին մեր թվարկությունից հետո Դավիթ Բեկը 1722 թվականին Սյունիքի անկախությունը հայտարարել, հետո Մխիթար Սպարապետը շարունակել է։ Դրանից հետո էլի այսքան ոնց որ ժողովուրդը անտեր է մնացել ու պետականությունը այդ գաղափարը հայ պետականության մտածելակերպ չի ունեցել։ 1805 թվականին, 1828 թվականին մեր համար բախտորոշ դրական իրադարձություններ եղան։ Հետո գալիս է 1914 թվականի համաշխարհային առաջին պատերազմը։ Այստեղ ինչ է կատարվում։ Իմիջիայլոց պատմությունից ռուսական կայսրությունը եւ թուրքերը ամենաշատ իրար հետ պատերազմներ են ունեցել։ Եվ ռուսական թուրքերը Գերմանիայի հետ մի կողմն էին, գծի մյուս կողմն էին, իսկ մյուս կողմն է ուրեմն Անգլիան, Ֆրանսիան եւ ռուսական կայսրությունը։ Եվ 2 տարվա մեջ ռուսական կայսրությունը բոլոր արևմտյան Հայաստանը ազատագրում է։ 2 տարվա մեջ։ 1917 թվականի փետրվարին կայսրը ռուսական կհազրկվում է, ժամանակավոր կառավարությունը ստեղծում եւ որոշում են, որ այդ արևմտյան Հայաստանը ուրեմն պետք է վերաբնակեցվի հայերով։ 150,000 հայ տեղափոխվում է այնտեղ, որ ապրեն։ Այսինքն ամեն ինչ ոնց որ շատ լավ գնում էր, բայց գալիս է հոկտեմբերի այդ հեղաշրջումը, որը որ իմիջիայլոց անգամ այդ բոլշևիկները 10 տարի, մինչև 1927 թվականը կոչում էին հեղաշրջում, հետո ինչ որ գեղեցկացին հեղափոխություն, բոլշևիկների ղեկավարը, որ Լենինն է լինում, գերմանական լրտես է լինում, սա շատ կարևոր մի հատ կետ է, որ Գերմանիայից իրան լրտես ուղարկում են 1945 թվականին, երբ որ Ռեյխստագը, որը գերմաներեն նշանակում է իրանց ազգային ժողովը, որ գրավում են, այնտեղ փաստաթղթերը ապացուցում է, որ Լենինը գերմանական լրտես է ալնում եւ ամեն ինչ անում է, որպեսզի նպատակները իրականացվի եւ 1918 թվականին Բրեստ-Լիտովսկում մարտի 3-ին պատմության մեջ առաջին անգամ մի երկիր, որը որ հաղթող ա եղել, որը որ ռուսական կայսրությունն է, հող է հանձնում պարտվող երկրին, որը որ գերմանացիներն են, եւ այդտեղ մեր վիճակը շատ վատանում է։ Ու ինչ է անում այդ Լենին կոչեցյալը 1917 թվականին ռուսերեն կոչվում է Ձիկրետ Ազիմլե, Ձիկրետ Ամիրի, այսինքն հողի եւ խաղաղության մասին օրենքագրում եւ հողը հանձնել գյուղացիներին։ Իր նպատակը իրոք դա չի լինում, որտեղ 1927 թվականին բանակով, զենքով այդ հողերը հետ վերցեցին ռուս գյուղացիներից եւ ոչ միայն ռուս բոլոր խորհրդամիության գյուղացիներից, հողը հետ վերցրին, բայց խաբեցին 17 թվականին եւ 300,000 ռուս զինվոր Կովկասյան ճակատը լքեց եւ հետ գնաց, որ հավատաց այդ գերմանական լրտեսին եւ ճակատը ազատ մնաց։ Թուրքերն էլ որ պարտվում էին, ոնց որ բախտները բերեց իրանց, ուրեմն որոշեցին, որ պետքա գան 3 ուղությամբ մտնեն Թիֆլիս, Երևան, Թիֆլիսը կարևոր քաղաքական կենտրոնն է եղել Կովկասի, դե Երևանն էլ ուզում են հայերին վերացնեն, այսինքն իրանց ծրագրով։ Այդպիսի մի հատ վիճակ ա եղել մինչև ճակատամարտերը։ Եվ ինչ են անում հայերը բարեբախտաբար։ Եվ ստեղ ուզում եմ ցույց տամ, որ
մի հոգի ա եղել, որ այդ մի հոգին եթե չլներ, այս հարցը առաջ չէր գնա։ Եվ հիմա հայ հանրապետություն չէր լինի։ Եվ հիմա ես ցույց կտամ փաստերով, դուք արդեն եզրակացությունը կանեք։ Ուրեմն, քանի որ Թիֆլիսը եղել է հայ մտավորականության կենտրոն եւ իմիջիայլոց Թիֆլիսի տների մեծամասնությունը հայերի ձեռն ա եղել, այդ քաղաքը իրանք են կառուցել իմիջիայլոց։ Այնտեղի մեր ղեկավարությունը Արամ Մանուկյանին դեկտեմբերի 24 1917 թվականին ուղարկում է Երևան, որպեսզի այնտեղ սկսեն տեսնել ինչ են անում, որտեղ տեսնում են թուրքերը պատրաստվում են արդեն հարձակվել եւ իրոք 2 ամսում իրանք այդ 2 տարում որ կրկնում եմ ռուս կայսրության ոչ թե խորհրդային միության կամ ռուսական կայսրության, ռուս կայսրության զորքը ուրեմն 2 տարում այդ հողերը ազատագրել էր, 2 ամսում հետ են վերցնում։ Եվ մեր հերոսը Արամ Մանուկյանը ուրեմն գալիս է դեկտեմբերի 24-ին եւ հունվարի սկզբին իրան օգնություն ուղարկում են գեներալ Սիլիկյանին եւ Դրոյին, մեր դրաստամատ Կարայանին, այդ 2 հերոսին ուղարկում են։ Տեսնում եք ձի վրա դրաստամատ Կարայանն է, դե բնական Արամ Մանուկյանը առաջինն է ձախից եւ գեներալ Սիլիկյանը վերևի երրորդն է։ Եվ մեր հերոսը իր անունը Շուշիի ծնունդով Սարգիս Հովհաննիսյանն է լինում, բայց քանի որ ինքը հեղափոխական գործունեության մեջ է ներգրաված լինում, իրան քան ժամանակ ընդունված էր անունները փոխել։ Ուրեմն մեր Արամ Մանուկյան ուրեմն բավական ժամանակ ուրեմն Արևմտյան Հայաստանում աշխատում է, որպեսզի ժողովրդին համախմբի, այնտեղ պաշտպանի իրավունքները, հատկապես Վանի եւ Վասպուրականի շրջանում։ Մի ուրիշ կարևոր կետ մեր հերոսի մասին, որ 1907 թվականին ուրեմն ինքը միացած ժողովի ժամանակ միտք է արտահայտում, կյանքը ցույց տալը, որ ինքը ճիշտ է եղել, ասում մենք պարտավոր ենք հույսը դնել մեր վրա միայն։ Ու ինքը ինչ է անում 1915 թվականը այդ ամենացավոտ մեր տարին է եղել, չէ՞, Եղեռնի տարին։ Ուրեմն հիմա խնդրում եմ ուշադիր լսեք, ինքը քանի որ Վանում է այնտեղ գործունեությունը ծավալել, ապրիլի 7-ին դեռ ցեղասպանությունը սկսվել է ապրիլի 24-ին, ճիշտ է։ Բայց ապրիլի 7-ին ինքը կազմակերպում է Վանի պաշտպանությունը։ Այնտեղ մանրամասնությունները չենք բանում, բայց գիտակ շատ խելացի ձևով բաժանում է մասերի Վան քաղաքը, Վասպուրականը, շրջանը եւ այնտեղ զենք է հայտարարում պաշտպանվում են թուրքերը, որտեվ ուզում են գրավել Վանը 2 շաբաթ ցեղասպանություն սկսելուց առաջ։ Պատկերացրեք, այս մարդը ինչպեսի անձնավորություն է լինում։ Ինքը ոչ ինչ որ մեծ ճառեր է ասում, ոչ բան, բայց ժողովուրդը իրան լսել է։ Այդպեսի ինքը ներքին ուժ է ունեցել։ Եվ իրանք արիաբար պաշտպանվում են մինչև մայիսի 2-ը 1915 թվականին, երբ որ ռուսական բանակի 2 հատ գունդ է լինում, մեկի ղեկավարը լինում է դրաստամատ Կանյան։ Դրոն գնդով գալիս է, թուրքերն էլ թողնում փախնում գնում են։ Եվ մոտ 150,000 հայ ժողովուրդ Վասպուրական շրջանից ողջ է մնում ի շնորհիվ Արամ Մանուկյանի։ Եվ ուրեմն իմացեք, մենք այդպեսի մի հատ հերոս ենք ունենում։ Ինքը արդեն գործով ցույց է տալի եւ անգամ 1907 թվականին ինքը հասկանում է, որ պետք է հույսը դնել ինքնության վրա։ Այդ որ ասում են անկախություն նշանակում է ոչ մեկից կախում չունենալ, չէ՞։ Ինքը ինչ է անում, ուրեմն հիմա հետ են գալի 1918 թվականը, ուրեմն զինակոչ է հայտարարում, տուրքերը մեջտեղ բերում, որ պետքա, եթե ուզում ես պետություն ունենաս, պետք է տուրքեր տաս, որ այդ տուրքերով ընդհանուր ծախսերը ապահովել սննդամթերք բանակի համար։ Ուրիշ մի հատ մեծ ներքին թշնամի է լինում, դե քանի որ կենտրոնական Ասիայից այդ թուրքական այդ ցեղերը, որ ներխուժել են հայական բարձրավանդակ եւ բան, այդ որ կոչվում են ազերիներ, դրանք ուրեմն մեր տարածքներում ապրող են եղել եւ գլուխները բարձրացրել են եւ սկսել են ճանապարհներ փակել բան, ինքը դրանց բերանը փակել է տվել, ձենները կտրել են, ներքին թշնամի է ունեցել, այսինքն։ Բացի դրանից ցավալի մի հատ փաստ, որ անունը կոչվում է Չոլախ Գևորգ, սա էլ մի հատ ներքին թշնամի է լինում, որ ահաբեկչությամբ են զբաղվում, այսինքն մարդիկ այնտեղ զորակոչ են հայտարարել, բանակ են գնում, որ ճանապարհը փակեն թուրքերին, սա ներքին զենքով իրանք հավաքվել են ու ահաբեկչությամբ են զբաղվում տեղական բնակչությանը եւ այլն, այսինքն ներքին թշնամին։ Եվ քանի որ Արամ Մանուկյանը, գեներալ Սիլիկյանը եւ մեր դրոն իրանց իշխանությունը տրված, ինքը որոշում է կայացնում այս մարդուն սպանել։ Գնդակար հենց փողոցում օրը ցերեկով գնդակարում են։
որ իմանան, որ դավաճանը կամ բան ներքին թշնամին իրավունք չունի հայ ժողովրդին ահաբեկել։ Այդպիսի մարդ է ալնում Արամ Մանուկյանը, քանի որ տեսնում են, որ թուրքերը առաջ են գալիս, արդեն գալիս են Նախուրյան գետի մոտ հասնում են, մարտի սկզբին 1918 թվականին ժողով է լինում Երևանում, ժողովուրդը իրան ավելի մեծ իշխանություն է տալի, կոչվում է դիկտատոր, այսինքն դիկտատորը ընդհանրապես պատմությունից, այսինքն ոնց որ ասում են դիկտատոր, բացասական ինչ որ զգացմունքներ է գալի եւ իրոք շատ ժամանակ այսինքն մենապետ, այսինքն մի հոգին, որ ղեկավարում է առանց ոչ մի ազգային ժողովի եւ այլն։ Արամ Մանուկյանը իրան տալիս են դիկտատորի կոչում ժողովուրդը, որտեղ տեսնում են վիճակը շատ վտանգավոր է լինում։ Արամ Մանուկյանը ուրեմն այդ իշխանությունը օգտագործում է միմիայն ժողովրդի համար։ Ինքը իր կյանքով ապացուցում է, որ տունը հատկապես ոչ մի ինչ որ կայք չունենում անգամ մարդը ուտում այն ինչ որ մնացած ժողովուրդն է ուտում, այդ ձևի մարդ է ինքը լինում։ Այստեղ ուրեմն մի հատ դեպք է լինում Եղվարդ գյուղը, այսինքն ոչ մի բան չունենք մեր ներկա Եղվարդ գյուղի բնակիչների մասին, բայց այն ժամանակ իրանք մերժում են, որ սննդամթերք ուղարկեն բանակին։ Արամ Մանուկյանը շատ հանգիստ թնդանոթներ է ուղարկում գյուղը շրջակայքը, թնդանոթներով սկսում են տրմբակոծել գյուղը։ Եվ միանգամից այդ գյուղացիները խելոքանում են եւ սննդամթերքը ուղարկում են բանակին։ Այսինքն տեսեք ինչպեսի մոտեցում ա լինում, որտեվ նժարի վրա, այսինքն լինել չլինելու հարցն է։ Ուրեմն բացի դրանից, ուրեմն ինչ է կատարում ռազմաճակատում, ուրեմն թուրքերը առիթը տվելով արդեն հասնում են Ալեքսանդրոպոլ, այսինքն ներկա Գյումրի սահմանները եւ տարբեր պահանջներ են դնում եւ հայերին չեն ուզում հետները բանակցել։ Այդպիսի վիճակ է լինում եւ 300,000 բացի դրանից մենք փախստական ենք ունենում, այսինքն ոչ բանակ։ Վերջի պետությունը, այսինքն մենք ունեցել ենք 1080 թվականից մեր թվակությունից հետո մինչև 1375 թվական Կիլիկիայում մեն էլ մի հատ թագավորություն ենք ունեցել։ Ոչ մի պետականություն, ոչ բանակ ենք ունեցել, ոչ ազգային ժողով ու 300,000 փախստական սով համաճարակ այսպիսին պատկեր է եղել։ Պատկերացեք, որ տրամաբաներն, եթե մեկը նստի մտածի, պետք է ավելի լավ հանձնվենք։ Եվ իրոք այդպիսի մի հատ դեպք է լինում մայիսի 18-ին 1918 թվականին, ուրեմն Երևանի խորհուրդը, ուրեմն պետք է ուրեմն տարանջատենք, ուրեմն երեք հոգանոց այդ ղեկավար խումբը, որ լինում է Արամ Մանուկյան, Սիլիկյան, գեներալ Սիլիկյան եւ մեր դրոն, բացի դրանից Երևանի խորհուրդն է լինում։ Երևանի խորհուրդը ուրեմն որոշում է, որ հանձնեն քաղաքը եւ հետ գնան դեպի Սարերը, Գեղամալեր եւ այլն այդ Սևանի շուրջը, այնտեղ պաշտպանվեն։ Այստեղ ուրեմն Արամ Մանուկյանը հանդես է գալիս, բռունցքով սեղանին խփում է եւ ասում է, որ մենք ոչխար չենք, մենք պետք է միջևերջ պայքարենք։ Այդպիսի մի հատ իրավիճակ է լինում, բայց քանի որ ժողովուրդը իր հետևից է ինքը իրան լսում, այդպես էլ անում են։ Ինքը հրանգ է տալի, որ գեներալ Սիլիկյանին, որը իմիջիայլոց ազգությամբ ուդի է լինում, այսինքն ուդին փոքրամասնություն եւ գեներալ Սիլիկյանը իրանց ներկայացուցիչն է լինում, բայց հայության համար ամբողջ կյանքը նվիրում։ Ուրեմն Արամ Մանուկյանը հրաման է տալի կանգնացնել նահանջելը։ Բացի դրանից ուրեմն Եռաբլուրը որ կա, այդ շրջանում այնտեղ ամրացման աշխատանքներ են անում։ Արամ Մանուկյանը գնում է Էջմիածին եւ այստեղ շատ կարեւոր մի հատ կետ կա, որ կաթողիկոս Գևորգ 5-րդին, ուրեմն Սուրենյանցին առաջարկում է, որ ապահովության համար տեղափոխել ավելի ապահով տեղ, այստեղ ուրեմն այդ կոչը ոչ եւ ոչ 1000 անգամ ոչ, որ գրված է, չէ՞, Գարեգին 5 Սուրենյանցի կոչը հայ ժողովրդին։ Տեսեք ինքը ուրեմն այդ ճառը պատմական ասում է եւ բացի դրանից մոտ 5 օր բոլոր եկեղեցիները ողանջում են զանգերը։ Այն ժամանակ գիտեք, որ պետականություն չեն ունեցել, եկեղեցին եղել է ոնց որ համայնքի կենտրոնը։ Պատկերացեք այդպիսի վիճակ։ Եվ բացի դրանից ուրեմն Գևորգ 5-րդ կաթողիկոսը ուրեմն ինչ է անում, ինքը մի հատ գունդ է ստեղծում մահապարտների, Գարեգին Հովսեփյանց, ինքը arczepiskopos է լինում, որը հետագայում դառնում է Կիլիկիոտան մեծ կաթողիկոս է դառնում։ Այսինքն պատկերացեք մեր հոգևորականներ այն ժամանակ ուրեմն ժողովրդի կողքին են կանգնած լինում եւ 500 հոգանոց գունդով իրանք մասնակցում են ճակատամարտերին։ Պետք է նշենք մեջտեղը, որ ներքևից որ կա, ուրեմն մեր դրոնը, հետո աջ թևի վրա արդեն բնական է մեր նժդենը, կենտրոնում ուրեմն մենք ունենք Դանիելբեկ Փիրիմյանին, որը որ Արցախցի գնդապետ է լինում, ռուս կայսրության գնդապետ Թոշակարու։ Ինքը եւ իր հորեղբոր եղբայրը
հետ թոշակից դուրս են հետ են գալի, որ հայրենիքը պաշտպանեն։ Եվ Մարշալ Բաղրամյանը, որ այն ժամանակ սկզբնակ զինվորական է լինում, ինքը նշում է, որ Արցախյան մեր գունդը, որ ընդեղ լինում է, ամենաթեժ տեղերում իրանք են կռվում։ Եվ Դանիբեկ Փիրոմյանի եւ իր հորեղբոր եղբոր տղայի հետ նրանք շատ կարևոր դեր են կատարում այդ ճակատամարտի ժամանակ։ Բացի դրանից Ախալքալաքում Զորյան ունենք, այնտեղ գործի չաննում նորից հոգեվորականների աջակցությամբ Բաշարաբարանում Շիրակի դաշտում ուրեմն ինքնապաշտպանության խմբեր են ստեղծում եւ սկսում են պաշտպանվել, բայց ամեն ինչի ղեկավարը լինում է Արամ Մանուկյանը։ Եվ ուրեմն թուրքերը ուրեմն գալիս են հասնում են Սադարաբադի գյուղը, այնտեղ այդ գրավում են, այնտեղ բարձունքներն են գրավում, այնտեղից արդեն մի ուղիղ ճանապարհ է, գիտեք, մինչև արդեն Էջմիածին եւ Երևան, այսինքն ուզում են վերջ տան։ Եվ այստեղ ուրեմն գեներալ Սիրիկյանին Արամ Մանուկյանն ասում է, ինչա պետք, ասում է պարեն եւ զենք, 2 օրում հայթայթում բերում է եւ ասում է սկսել հարձակվել եւ Գերալ Սիրիկյան ուրեմն այստեղ արդեն ինքը հետևի մասից գնում եւ շրջափակում են բարձունքները եւ դիմացից հարձակում են եւ թուրքերը, որ իմիջիայլոց իրանց լավագույն, կրկնում լավագույն գունդերն են լինում, լավագույն խմբերն են լինում, մեծ կորուստներով հետ են շպրտվում։ Այդ ժամանակ ուրեմն դրանք որոշում են, որ երկու ուղղությամբ էլ գնան, մեկը Աբարանի միջոցով գանել Երևան, այսինքն իրանց նպատակը, որտեղ դե Երևանը ելնում է կենտրոնն է եւ փախստականները եւ ժողովուրդը մեր եկեղեցիները այնտեղ են լինում հիմնականում դե Էջմիածինը։ Այդ ժամանակ ուրեմն գեներալ Սիլիկյանը ուրեմն դրոյին 6000 զորքով ուրեմն ուղարկում է Բաշարաբարան, մինչև էլ արդեն Աբարանում մեր տեղացի հայրենակիցները ոտի են կանգնում, ինքնապաշտպանությունը սկսում են եւ բացի դրանից ուրեմն մեր եզդի բարեկամների 1500 ջոկատն է միանում Դրաստամատ Կարայանին, ուրեմն Դրաստամատ Կարայանին մի հատ մեջբերում անում, ինքը 20 մոտ 27 ճակատամարտի է մասնակցել, բոլորում հաղթանակով է դուրս եկել, ինքը մասնակցությամբ զինվորական չի եղել, բայց այնպես է առաջին համաշխարհային պատերազմ կրվել, որ ռուս սպաները հիացել են իրանով, դրոն որտեղ որ գնում է ինքը միշտ հաղթանակ է լինում, ինքը գնում է նրանց թուրքերին ջարդում է, հետ է շպրտում։ Թուրքերը ուրեմն մի հատ ուրիշ քայլ են բանում, դեպի Ղարա Քիլիսայից, այսինքն ներկա Վանաձորով ներխուժել գալ դեպի Դիլիջան եւ ընդհանուր ղեկավարը մեր զորքերի լինում է գեներալ Նազարբեկյանը, որը որ շատ կասկածելի եւ անհասկանալի որոշում է կայացնում, հետ է քաշում Վանաձորից գալիս է Դիլիջան։ Այնտեղ էլ դրանք էլ իր ղեկավարը շրջապատը ասում է եկեք հանձնվենք, ճար չկա եւ այլն, կռվող բան չկա։ Ուրեմն որ գալիս են այդ մասով, ուրեմն հիմա այտենց պարտվական այտենց օթում այտենց այդ գաղափարները մարդիկ չեն իմանում ինչ անեն, հիասթափված բան, մեկ էլ տեսնում են սայերի վերևից Դիլիջանի ճանապարհը այդպես է ալում, թունելներ չի ալում, ինչ որ տեսնում են մի հատ խումբ է ներքև իջնում։ Որը ժամանակով տեսնում են, որ դա մեր հերոս Նժդեի եւ իր ընկերոջ Գուրգեն Տեր Հովսեփյանի խումբն է լինում, որ իջնում են Դիլիջան եւ այնտեղ ուրեմն իրանք մի հատ այնպիսի ճառ են ասում, որ մոտ 7000 հոգեվանոց խումբ է ստեղծում եւ հետ են գնում դեպի Վանաձոր։ Այնտեղ ուրեմն այնպիսի մի հատ ճակատամարտ են թուրքերին տալիս, որ չնայած հետո հետ են քաշվում, բայց թուրքերը հասկանում են, որ այս կողմ էլ քիթները չեն կարող մտցնել։ Իրանց հետ մի հատ ահազանգ ալնում եւ դրանց ստիպումը դրանից հետո որ Բաթումիում հայեր հետ նստեն բանակցությունները, որտեվ դրանց ղեկավարը ժամանակ Բաթումիում ասել է, որ հայերը ցույց տվեցին, որ իրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել։ Արամ Մանուկյան, ուրեմն տեսեք, ինչ շղթայական գործընթաց է սկսում, որ ամեն մեկը սկսում են մեջտեղ գալ եւ իրանց լավագույնը անում են։ Տեսեք, Նժդեը վերևի մասից է պաշտպանում հայությունը, գեներալ Սիրիկյանը պաշտպանում է այդ ճակատը ուղիղ այդ գծով որ գալիս են Սադարաբադից ընդեղ է պաշտպանում։ Մեր դրոն պաշտպանում է Աբարանից հայ հանրապետությունը եւ Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսը տեսեք ինչ դեր է կատարում։ Եվ հիմա իմիջիայլոց մի անգամ այդ գործիչին մի հատ արձան չեն դրել, որ այդպեսի ինքը մարդ է եղել։ Այդ ձևով ուրեմն կարողանում են պահել հայությունը պահպանել, փախստականներին պահպանել, այդ մասը որ կա, հետո դառնում է հայ հանրապետության ուրեմն սկիզբն է դառնում, հետո դրանից հետո մեծանում է, քանի որ թուրքերը պարտվում են այդ պատերազմում առաջին համաշխարհային պատերազմում պարտվում են եւ մեր տարածքները դառնում է մոտ 10000-ից դառնում է 70000 քառակուսի կիլոմետր։ Ես ուրեմն իմ նպատակը հետեւյալն էր, որ ցույց տայի, որ մի հոգին Արամ Մանուկյանը, որին դիկտատոր են նշանակել, ինչ է անում, այսինքն
Քաղխորհուրդը որոշում է հետ քաշվել, գեներալ Նազարբեկյանը իր խմբով պետք է հանձնվենք, ինքը արդեն 1915 թվականի ապրիլի 7-ին ապացուցում է, որ ինչ կարելի է անել։ Այդ ավանդական մտածելակերպը, որ սենցա, նենցա, սրանք ուժեղ են, սրանք թույլ են, պատմությունը ցույց է տալի, որ օրինակ Ալեքսանդր Մեծը, օրինակ 80,000 զորքով հաղթում է 1,5 միլիոնանոց Դարիուսի պարսկական թագավորի զորքին է հաղթում, օրինակ։ Պատմության մեջ դեպքեր կան, որ այդպես ալներ, կարևորը որ ոչռականություն եւ քաջություն եւ սերը դեպի անկախություն է։ Դա բնական է, սրա մասին շատ երկար կարելի է խոսել, ավելի շատ փաստեր բերել։ Այստեղ կարևորը պատմական փաստերն են, դա փաստը պետք է անպայման լինի, բայց եզրակացությունները պետք է արվի, որպեսզի ապագայում սա հիմք լինի ճիշտ քայլեր դիմելու համար եւ մեր նույնիսկ եմ կրկնում, երեխաները մեր ապագան են, ապագա ղեկավարներն են, ապագա առաջնորդներն են, բայց իրանք պետք է իմանան ինչ է կատարվել 1918 թվականին մայիս ամսին, հիմնականում մայիս ամսին ինչ է կատարվել եւ ինչպես է աշխատում այս ամեն ինչը։ Արոն Մանուկյանը պատկերացրեք այնպեսի մարդ է լինում, որ այդ իշխանության օրոք, ուրեմն դեռ համաճարակ է լինում հիվանդանում է ինքը հետագայում, ինքը մերժում է դեղը, որտեղ դեղորայքը շատ թանկ է լինում, ավիրվածություն եւ այլն, ասում է տվեք երեխաներին, որ իրանք ապակինվեն եւ ինքը մահանում է։ Պատկերացրեք այդ ձևի մարդ է լինում մեր հերոսը Արամ Մանուկյանը։ Եվ վստահ եմ, սա ոնց որ մի հատ նոր հարթակ կլինի, որ իրանք ինքնուրույն գնան փաստերը նայեն, ավելի շատ փաստեր հանեն մեջտեղ, ավելի շատ խորանան այս հարցի մեջ, որ իրանց ընկերներին կիսվեն, ասեն, այսպեսի սենց մենք հերոս ենք ունեցել, իր շնորհիվ մենք հիմա այսօր կանք։